Ստեփանակերտի տուն-ինտերնատը 1970-ական թվականներին է կառուցվել, որոշ ժամանակ անց դադարել է գործելուց։ Նրա կարիքը կրկին զգացվեց ետպատերազմյան տարիներին։ Շատ տարեցներ միայնակ եւ առանց տանիքի էին մնացել։ Մնացին առանց երեխա, առանց ծնողի, առանց տուն։ Նրանք, ովքեր վերջին շրջանում գեթ մի քանի րոպեով եղել են այստեղ, կասկած անգամ չունեն ինտերնատի վերանորոգման անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով շուրջ $500,000 է հատկացրել Լուդիկ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Շախազիզյանը։ Ով ունի այդ հնարավորությունը, պետք է ամեն ինչ անի եւ առաջինը պետք է անի Արցախի համար։ Ավելի քան 330 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը կյանքի է կոչվել համաֆինանսավորման սկզբունքով։ Պահանջվող միջոցների մյուս մասը Արցախի կառավարությունն է տրամադրել։ Բարերը տրամադրել է շուրջ 600,000 ամերիկյան դոլար, մնացած գումարը տրամադրել է Լեռնային կառավարությունը։ Կահավորումը եւս, որը մտած չի 338 միլիոն մեջ, տրամադրվել է կառավարության կողմից։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Արցախի կառավարության հետ համագործակցության առաջին փորձի արդյունքներից բարերարը գոհ է։ Արցախի կառավարությունից էլ թափանցիկ աշխատանքի համար է շնորհակալ։ Բարեգործները կարում են իրանց մտքերը իրականացնեն, իրանց ծրագրերը կատարեն եւ տենան իրանց ներդրած գումարների տված արդյունքը։ Տուն-ինտերնատի երկրորդ մասնաշենքում աշխատանքները ամբողջովին ավարտվել են։ 1, 2 եւ 3 տեղանոց 17 սենյակները նաեւ սանհանգույցով եւ լվացարաններով են ապահովվել։ Վերանորոգված խոհանոցն ու ճաշարանը այժմ նույն շենքում են։ Մասնաշենքին կից կաթսայատունն է կառուցվել։ Գոհ են նաեւ նրանք, ովքեր պետք է վայելեն այս համագործակցության պտուղները։ Տուն-ինտերնատի ակամա բնակիչներն ու նրանց խնամողները նման պայմանների երկար էին սպասել։ Ոչ թե մենակ ես համոզված եմ, որ բոլորն էլ գոհ են։ Բոլորը այդ խոսքերը կլսեն, ուրիշ ոչ մի խոսք չեք լսել։ Շատ գոհ եմ, շատ ապահով եմ։ Տուն-ինտերնատի վերանորոգումը 2013 թվականին է ավարտվելու։ Արցախում Արմեն Շախազիզյանի ներդրումները գնահատվում են ամենաբարձր մակարդակով։ Բարերարը հանդիսավոր արարողությանը ներկայացել էր նախագահից ստացած մեդալով եւ նոր խոստումով։ Ոչ պակաս սպասված ծրագիրը Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի վերանորոգումն է լինելու։ Նորեր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր